Ողջույն բոլորին, ես Կարինկան եմ ու այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ երեկոյան դիմահարդարման հեշտ տարբերակ, ինչպես ստանալ այս դիմահարդարումը։ Մինչև սկսելը ուզում եի ասել, որ ես պրոֆեսիոնալ մեյքափ արտիստ չեմ եւ ընդհանրապես ուզում եմ կիսվել իմ տարբերակով։ Ես մաշկս արդեն նախապատրաստել եմ։ Մաշկս խոնավեցրել եմ իմ սիրելի Skin Tan 04-ի այս խոնավեցնող կրեմով, որը շատ խորը խոնավեցնում է մաշկը։ Քանի որ երեկոյան դիմահարդարում եմ անելու, հետո օգտագործելու եմ նաև բազա։ Ես սիրում եմ դիմահարդարման բազան միշտ որ լինի փայլուն էֆեկտով։ Ես իմ լույսը մի փոքր թուլացրեցի, որովհետև շատ ուժեղ էր աչքերիս, գլխացավ սկսած մոտս, մի քիչ թուլացրեցի։ Մի խնդրանք։ Ես շատ լավ գիտեմ, որ այս լույսից իմ շուրթերը այդքան լավ չեն երևում կամերայով, այդքան գեղեցիկ չեն երևում կամերայով, այս բոլոր ֆիլերիս մնացորդները, որը որ մնացել է չեմ հանել, երևում է, խնդրում եմ ավելորդ անգամ կոմենտներում դա չգրել, շնորհակալություն։ Անցնենք մեյքափի բազային, քանի որ ես նշեցի, որ սիրում եմ փայլուն էֆեկտ, այդ բոլոր մեյքափից վիդեոների մեջ նշում եմ, ես որպես մեյքափի բազա օգտագործելու եմ Charlotte Tilbury Flawless Filter։ Թե չեք ուզում Charlotte Tilbury-ի վրա գումար ծախսել, կարող եք օգտագործել Catrice Soft Glam Filter-ը, սրանք ինչքան գիտեմ, մոտավորապես մի 3-4 հազար դրամ են ամենաշատը, բայց ինքը շատ նման է Catrice, բայց ինքը շատ նման է Charlotte Tilbury Flawless Filter-ին։ Ես այս անգամ կօգտագործեմ Flawless Filter-ը, ինձ մոտ երանգը 2.5 կոչվում է Fair Pale։ Հիմնականում կենտրոնանում եմ այն մասերի վրա, որտեղ որ ուզում եմ մաշկս լավ փայլի, դա այդ օսկրերն են, ճակատիս այս մեջտեղից հատվածը, մի քիչ էլ այստեղ դնչիս եմ անում եւ տարածում եմ վրձինով, վրձինս Kiko բրենդի 15 համարի վրձինն է, ինքը սենց տոնայինը եւ կրեմային պրոդուկտները տարածելու համար է, սրա համար լրիվ իդեալական է, շատ լավ տարածումը։ Ու սենց ամբողջ դեմքից տարածում եմ, խնդրում եմ նայեք, ինքը արդեն ինչքան սիրուն փայլ է տալիս դեմքին։ Ես Flawless Filter-ը նաեւ ամռանը օգտագործում եմ որպես տոնային։ Այսինքն ոչ թե որպես տոնային, այլ որպես փայլուն բազա ու մաշկը ինքը մի փոքր հարթեցնում է։ Այսինքն տենց աննշան թերությունները փակում է, բայց ինքը ընդհանրապես ծածկողականություն չունի։ Այս Flawless Filter-ը ինչի եմ սիրում, որովհետև ինքը այսպես առողջ, մի տեսակ փայլ է տալիս դեմքին ու ասեմ, որ այս Flawless Filter-ը արդեն երկրորդ թե երրորդ անգամը որ գնում եմ ու իրան շատ բավականին երկար եմ օգտագործում։ Մոտավորապես 1-1.5 տարի ես իրան օգտագործում եմ։ Ոնց որ ինքը լրիվ արդարացնում է իր գինը, բայց էլի եմ ասում, եթե չեք ուզում այդքան տալ, սա մոտավորապես եթե չեմ սխալվում, մի 40-50 դոլար սահմաններում է, եթե չեք ուզում այդքան վճարել Flawless Filter-ին, իր շատ նման անալոգը Catrice այս կոչվում Soft Glam Filter-ն է, սա գնել եմ 60-ից։ Եթե չեմ սխալվում, այլ մոտավորապես 2-3 հազար դրամ էր։ Հիմա անցնում ենք ամենակարևորին, տոնայինին։ Ես առհասարակ առօրյայում չեմ սիրում խիտ տոնայիններ օգտագործել, բայց երեկոյան դիմահարդարման մեջ ես սիրում եմ խիտ տոնային օգտագործել ու այնպիսի տոնային օգտագործել, որ ես համոզված եմ, որ ինքը ես պարեմ, թրվռամ, ամառը եթե ամառը քրտնեմ, մնալու է դեմքիս այդ տոնայինը։ Եվ ունեմ փորձված երկու տարբերակ։ Մեկը Estée Lauder-ի Double Wear-ը, այս աշխարհի ամենալավ մատավի ծածկողականությամբ ու երկար մնացող տոնայինն է։ Estée Lauder-ի տոնայինը միայն օգտագործում եմ երեկոյան դիմահարդարման մեջ, առօրյայում ես այդքան ճիշտ չեմ գտնում իրեն օգտագործելը, որտեղ ինքը գրիմի նման խիտ տոնային է։ Ու Dior-ի Backstage-ը այս իմ ամենասիրելի տոնայիններից մեկն է, ինքը ունի միջինից դեպի խիտ գնացող ծածկողականություն։ Ես այսօր ուզում եմ այս երկու տոնայինները խառնեմ իրար։ Բայց քանի որ ես հիմա մի քիչ զագարով եմ, իսկ այս երկու տոնայինները բաց մաշկի համար են, ես ուզում եմ այս տոնայինի հետ մի քիչ էլ խառնեմ փայլուն էֆեկտով եւ արևայրուքի էֆեկտ տվող bronzing cream, bronzing drop ավելի ճիշտ, խառնելու եմ Revolution-ի այս bronzing drop-երը։ Սա Revolution-ի էջից եմ հենց պատվիրել, ամենահասցեով globing-ով պատվիրել եմ եկել է։ Իրան ես շատ հազվադեպ եմ օգտագործում, բայց այս դեպքում ինձ թվում է շատ տեղին է, համ տոնայինի գույնը մի քիչ կմքացնի, համ էլ սենց սիրուն զագարի փայլուն էֆեկտ է տալիս։ Նում եմ Double Wear-ը, այս շատ քիչ եմ անում,
որտեղ ինքը էլի եմ ասում շատ խիտ է։ Այսքանը ինձ լրիվ բավարար է, հերիք է։ Մի քիչ խառնում եմ Dior-ի backstage-ը։ Dior-ի backstage-ի համարը 1N, իսկ Estée Lauder-ի համարը 1N2։ Backstage-ը համեմատաբար ավելի մուգ է։ Վերցնում եմ Flormar-ի Top Face-ի իմ սիրելի վրձինը, վրձինի համարը 7, ինքը տափակ վրձինա տոնայինի համար։ Եվ այս ամենը ձեռքիս վրա մի հատ խառնում եմ եւ հետո տարածում եմ դեմքիս։ Եթե երեկոյան դիմահարդարում եմ անում, անպայման տոնայինս այս տեխնիկայով եմ տարածում, որպեսզի ստանամ մաքսիմալ բարձր եւ երկար մնայուն ծածկողականություն։ Սկսում եմ տարածել դեմքիս այս հատվածից, տեսեք ինքը մեկը բաց է։ Այս եզրագծի հատվածից ու գալիս եմ դեպի մեջտեղի հատված։ Շատ կարևոր է տոնայինը լավ վրձինով տարածել, նստացնել ու կենտրոնանալ այն մասերի վրա, որտեղ որ ավելի յուղոտ է, մաշկը հակված է օրվա ընթացքում յուղոտվելուն։ Ու տոնայինը շատ չենք անում։ Հետո ինչ որ չի ծածկվել, կարելի է ծածկել եւ շտկել կոնսիլերով։ Ինձ թվում է նորմալ է գույնը, սկզբից ինձ թվաց շատ բաց է։ Վրձինով տարածելուց հետո տոնայինը նստացնում եմ սպունգով։ Լավ տարածում եմ։ Այս լույսից ահավոր գլուխս ցավում է։ Դրա համար եմ ես սիրում ցերեկը նկարել վիդեո պատուհանի մոտ նստած, որ նախ սիրուն լինի լույսը, ամեն ինչը սիրուն երևա, երկրորդ գլուխս չցավա այս լույսից։ Բնական լույսը ամենասիրունն է իմ կարծիքով։ Եղեք իմիջիալից ես շաբաթվա վլոգ եմ նկարել, բայց դուրս չի գալիս, չեմ պոստում, չգիտեմ ինչի։ Դաժե էդիտ չեմ անում, չգիտեմ ինչի, ես մտածում եմ, որ իմ դուրս չի գալիս այդ վիդեոն։ Տոնայինը տարածեցի, ինչպես տեսնում եք, տոնայինը բավականին բարձր ծածկողականությամբ է եւ համարյա ամեն ինչ ծածկել է դեմքիս վրա։ Այս տոնայինները իրար հետ խառնելուց ես լրիվ հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ մինչև օրվա վերջ մնալու է այս մեյքափը։ Հիմա անցնում եմ կոնսիլերին։ Իրականում երեկոյան դիմահարդարման մեջ ես սիրում եմ օգտագործել կոնսիլերը 2 անգամ։ Հիմա ցույց տամ ոնց։ Կոնսիլերի առաջին этаպով ես ուղղակի սիրում եմ ծածկել աչքերիս տակի հատվածը։ Դրա համար ես վերցնում եմ ավելի տաք երանգի կոնսիլեր, այս անգամ օգտագործելու եմ, սա եւս շատ բյուջետային տարբերակ է։ Lameli այս կոնսիլերը, երանգը ինձ մոտ 04W, այսինքն 04 ծածկում եմ այս հատվածը աչքերիս տակի, ծածկում եմ այս հատվածներս, այստեղ ես կարմրած հատվածներ ունեմ։ Ու վերջ։ Ու աչքերիս տակն եմ տարածում վերջում։ Կոնսիլերը տարածում եմ աչքերիս տակ, վերև նայելով ու տպտպացնելով, ասես չեմ քաշում երբեք, եւ աչքերիս վերևի հատվածը նորից կոնսիլեր եմ անում։ Մի հատ ուզում եմ շուրթերից տոնայինը մաքրեմ, որտեղ կամերայը այնքան վատ է երևում։ Կոնսիլերը տարածեցի, ինչպես տեսնում եք, ինքը բավականին լավ ծածկողականություն ունի ու այսպես թողնում եմ։ Կոնսիլեր դեռևս հիմա այլ չեմ օգտագործում, բայց 2 կոնսիլեր եմ օգտագործելու։ Հիմա անցնում եմ կրեմային կոնտուրին, ոչ թե բրոնզերին, այլ կոնտուրին։ Եկեք բացատրեմ բրոնզերի եւ սկուլպտորի տարբերությունը։ Կոնտուրը, այստեղ ունեմ ես կոնտուր, ունի սառը երանգ, այսինքն իր մեջ չկա այդ օրանժ գազարագույն երանգը, ինքը ունի սառը երանգ, սա նախատեսված է մոդելավորելու համար, ոչ թե զագարի էֆեկտ տալու, այլ մոդելավորելու, իսկ բրոնզերը ունի ավելի տաք երանգ, տեսեք, ինքը ունի ավելի տաք երանգ, այս բրոնզերը չէ, այո, բրոնզեր ստիկ, կասկածեցի մի բան, չգիտեմ ինչի, ինքը ունի ավելի տաք երանգ եւ սա նախատեսված է դեմքին տալու արևայրուքի էֆեկտ, բրոնզերով կոնտուր անել չի կարելի։ Սովորաբար ամենօրյա դիմահարդարման մեջ ես չեմ օգտագործում սառը երանգով սկուլպտոր,
Բայց քանի որ այսօր անում ենք երեկոյան դիմահարդարում, ես կօգտագործեմ եւ սկուլպտոր եւ բրոնզեր ու համ էլ կտեսնեք տարբերությունը։ Որպես սկուլպտոր օգտագործելու եմ Kiko's Sculpting Touch սկուլպտորը։ Ես հասկացա, որ Kiko's սկուլպտորը մի քիչ շատ բաց էր եւ որոշեցի, որ ես կօգտագործեմ Rare Beauty-ի սկուլպտորը, ինձ մոտ երանգը Gentle։ Խմսում սկուլպտոր, կոնտուր, այդ ավելի հեշտ բառը։ Ուրեմն, կոնտուրը անում եմ այս ոսկորի վրա, այդ ոսկրի ոսկորի վրա հենց։ Մի քիչ քթիս եմ անում։ Քթիս մի քիչ մուգ եմ անում երեկոյան դիմահարդարման մեջ, որ նկարների մեջ էր սիրուն դուրս գա։ Մի քիչ այստեղ եմ անում։ Ու վերջ։ Եվ այս ամենը տարածում եմ իմ սիրելի այս վրձինով։ Տարածում եմ դեպի վերև, միշտ դեպի վերև, դեպի ներքև երբեք չենք տարածում։ Եվս տարածում ենք դեպի վերև։ Դեպի ներքև տարածելու դեպքում ստանալու ենք կեղտոտ, ցեխոտ դեմքի էֆեկտ։ Տեսեք ինքը սենց շողք է ստեղծում դեմքի վրա։ Ու քթի կոնտուրը տարածում եմ դեպի սենց ներս, դեպի ես։ Մասերը չենք տարածում։ Այ հիմա, երբ որ տարածեցինք մեր կոնտուրը, վերցնում ենք ավելի բաց կոնսիլեր։ Ես վերցնում եմ ավելի բաց ու ավելի խիծած կողականությամբ կոնսիլեր։ Ես վերցնում եմ L'Oreal-ի Infallible, սա եւս բյուջետային տարբերակ է, բայց իմ ամենասիրելի խիտ կոնսիլերների շարքին է դասվում։ Ինձ մոտ երանգը 324։ Եվ այս կոնսիլերով արդեն ծածկում ենք աչքերի տակը եւ այստեղ։ Ոնց որ սենց մաքրում ենք այս կոնտուրը, որ լինի սենց հստակ սիրուն գծերով։ Եվ այս ամենը տարածում ենք սպունգով։ Տեսեք, այսրը մասին էի խոսում։ Ու տարածում ենք աչքերի տակը։ Ես երեկոյան դիմահարդարման մեջ շատ սիրում եմ, որ աչքերի տակը լինում է սենց լավ սպիտակ, չգիտեմ, շատ սիրուն է լինում։ Աչքերը միանգամից արտահայտիչ է դառնում։ Հիմա ես liquid bronzer չեմ օգտագործելու, բրոնզերը միանգամից կօգտագործեմ փոշի տարբերակով։ Հիմա անցնում եմ կրեմային բլաշին։ Ես երեկոյան դիմահարդարման մեջ շատ սիրում եմ օգտագործել կրեմային բլաշ ու միշտ սիրում եմ բլաշերը խառնել իրար ու ինչ-որ sense հետաքրքիր գույն ստանալ։ Այս անգամ որոշել եմ օգտագործեմ Kiko's Velvet Touch, ինչ կեղտոտ էր։ Velvet Touch blush։ Ինչա կատարվում հետս ասր չգիտեմ։ Blush։ Վերջապես հիշեցի։ Ուրեմն ինձ մոտ երանգը 08, այս երանգը իմ ամենասիրելի երանգներից է, ինքը իրականում փոխարինում է եւ բրոնզերին եւ բլաշին, հիմա որ ես դեմքիս արդեն տարածեմ, կտեսնեք ինչի մասին եմ խոսում։ Երեկոյան դիմահարդարման մեջ ես չեմ սիրում բլաշը եւ կոնտուրը նույն վրձինով տարածել, բայց ամենօրյա դիմահարդարման մեջ այդպես եմ անում։ Այս անգամ ուրիշ վրձինով կտարածեմ բլաշս, որ ասենց մաքսիմալ կոկիկ դիմահարդարում ստանամ։ Բլաշիս վրձինը լինելու է Manly Pro-ի 124 համարի վրձին է, ինքը ասենց ուջուրիկ կլոր վրձին է, հարմար է օգտագործել, ձայնս ինչ եղավ, շատ հարմար է օգտագործել կրեմային պրոդուկտների դեպքում։ Ուրեմն ես բլաշը միանգամից սենց դեմքից չեմ անում, վրձինով սենց վերցնում եմ եւ հետոնոր տարածում եմ դեմքից։ Բլաշը ես անում եմ highlighter-ի տեղով, որ ստանամ ինչ lifting effect, այդ միշտ ասում եմ բոլոր վիդեոներիս մեջ, դեպի աչք եմ մի քիչ գնում ու այսենց դեպի վերև։ Նայեք ինչ սիրուն գույն եղավ։ Եվ նույնը կրկնում եմ այստեղ։ Իսկականում նենց սիրուն տոն եմ ստացել, կամերայով այդքան լավ չի երևում, բայց իրականում շատ սիրուն է։ Եվ հետո վերցնում եմ Kiko's Days in Bloom blush-ը 03 համարը, սա ունի փայլուն էֆեկտ։ Ու արդեն հենց այսպես տարածում եմ էլի նույն տեղում, մի քիչ ավելի վերև։
Այս Daisy Bloom blush-ը ինքը իրականում ոնց տեսնում եք, այդքան շատ երանգ չունի, ինքը ինձ համար ավելի շատ highlighter է։ Ու այս անգամ էլ իրեն որպես օգտագործում եմ highlighter։ Իրան օգտագործում եմ որպես highlighter։ Շարահյուսություն left the chat։ Եվ ստանում ենք այսենց սիրուն, փայլուն, հարթ տոն։ Հիմա ամենակարևոր քայլը, որ ձեզ օգնելու է, որ դիմահարդարումը մինչև օրվա վերջ մնա, նամանավանդ երեկոյան դիմահարդարումը անպայման պետք է ֆիքսել դիմափոշիով։ Ես այս անգամ օգտագործելու եմ երկու դիմափոշի, իմ ամենասիրելի դիմափոշիներն եմ հիմա ձեզ ցույց տալու։ Աչքերիս տակը ֆիքսելու համար ես վերցնում եմ իմ տարիներով փորձած եւ ամենասիրելի Flormar-ի Loose Powder-ը։ Այս պուդրան շատ բյուջետային պուդրա է, ինքը մոտավորապես 4-ից 5000 դրամ արժի, բայց այս պուդրայի շնորհիվ ձեր մեյքափը մինչև օրվա վերջ պահպանվելու է, ինքը շատ մատովի է։ Ինձ մոտ թափանցիկ երանգն է։ Մի քիչ անում եմ իր այս կափարիչի մեջ։ Անպայման աչքերի տակը ֆիքսելուց առաջ աչքերիս տակը մի հատ այսպես հարթացնում եմ Beauty Blender-ով եւ նաեւ անպայման աչքերիս այս վերևի կոպի հատվածն եմ հարթացնում Beauty Blender-ով, որ հանկարծ կոպի մեջ սենց կոնսիլեր հավաքված չլինի, որովհետև երեկոյան դիմահարդարում ենք անելու եւ օգտագործելու ենք ստվերաներկեր ու լավ արտահայտիչ աչքերի դիմահարդարում ենք անելու։ Վերցնում եմ Powder Puff, թաթախում եմ պուդրայի մեջ, մի հատ սենց թափահարում եմ, մի քիչ սենց ձեռքիս եմ անում եւ ֆիքսում եմ աչքերիս տակը։ Ու մի քիչ լցնում եմ դեպի քթիս կողքերը, որտեղ ինձ մոտ քթի էս հատվածները յուղոտ են։ Ֆիքսում եմ դունչս, նայեք միանգամից ոնց է մատովիացնում։ Ու այս բեղիկների հատվածը։ Եվ նաև այս smile lines, այդ հայերեն չգիտեմ ոնց է, ժպիտի գծեր, այդ եմ ֆիքսում շատ լավ։ Այս մասերը ֆիքսելուց հետո արդեն վերցնում եմ իմ նոր ձեռք բերված, բայց արդեն սիրելի դարձած դիմափոշին Chic Studio-ից Skin Filter Loose Powder, այս շատ լավն է այս պուդրան, բոլորին խորհուրդ եմ տալիս։ Վերցնում եմ արդեն վրձին, այս վրձինը ինձ իպսին է ուղարկել, կոչվում է Beauty for Real։ Հենց իրա վրա գրված է powder, ինքը ինչ-որ համար եւ այլն չունի։ Վերցնում եմ պուդրան, ինքը այսպես սենց բանով է, Huda Beauty պուդրայի նման է։ Թաթախում եմ վրձինը եւ ֆիքսում եմ ամբողջ դեմքս այս դիմափոշիով։ Շատ կարեւոր է ամբողջ դեմքը ֆիքսել։ Հիմա վերցնում եմ իմ մեյքափի սպունգը, մի հատ էլի հարթացնում եմ աչքերիս վերևի հատվածը, վերցնում եմ նույն վրձինը եւ դիմափոշի ու շատ լավ ֆիքսում եմ աչքերիս վերևի հատվածը։ Սա լինելու է մեր ստվերաներկերի բազան։ Քանի որ դիմափոշի օգտագործեցինք, ինչպես տեսնում եք, մեր կոնտուրը, բլաշը եւ այլն մի քիչ խամրեցին, բայց հոգ չէ։ Քանի որ մենք անում ենք երեկոյան դիմահարդարում, այս ամեն ինչի վրայից ես նաեւ օգտագործում եմ բոլոր նույն պրոդուկտների փոշի տարբերակները։ Որպես փոշի կոնտուր ես վերցնում եմ Chic-ի այս սկուլպտորը, կոչվում է Perfect Sculptor, չգիտեմ ոնց է ճիշտ արտասանությունը։ Ու վերցնում եմ այսենց վրձին, եղեք այս վրձինը ես պատվիրել եմ մի 3-4 տարի առաջ Չինաստանից, չգիտեմ կգտնեմ լինկը, թե չեմ գտնի լինկը, համենայն դեպս եթե գտնեմ, անպայման նկարագրության բաժնում կթողեմ, ինքը sense մեծ մի հատ նաբոր էր, բայց այդ նաբորի միջից միակ վրձինը, որ սիրել եմ, դա սա է։ Վերցնում եմ այսպես մի խոսքով վերցնում եմ այս վրձինը, ինչպես տեսնում եք, ինքը ունի շատ սառը երանգ։ Մի քիչ անում եմ sense վրձինով ու նույն տեղը, նույնությամբ նույն տեղը, որտեղ որ արել եմ liquid contour, իրան ֆիքսում եմ sense ասած, այս
սկուլպտորով։ Հիմա վերցնում եմ բրոնզեր։ Այս իմ ամենասիրելի բրոնզերներից մեկն է։ Catrice's Sun Lover բրոնզերը, ես իրեն շատ եմ սիրում, ինձ մոտ երանգը 01, կոչվում է Sunkissed Bronze։ Իր միակ մինուսը իր փաթեթավորումն է, որ այսպես պոկվում է մի քանի անգամ օգտագործելուց հետո։ Նույն վրձինով արդեն բրոնզերն եմ տարածում դեմքից, ինձ մոտ բրոնզերը glow effect-ով է, ու առհասարակ բրոնզերները հիմնականում լինում են glow effect-ով։ Ես շատ ունեմ սիրելի բրոնզերներ, բայց այսօր այս մեկը որոշեցի օգտագործել։ Ինքը շատ պիգմենտավորված է, շատ սիրուն փայլուն էֆեկտ ունի ու ունի տաք երանգ, բայց առանց ռիժի երանգի է ինքը։ Մի քիչ քթիս եմ անում ու մի քիչ էլ ճակատիս մասին այսօր մոռացել էի մի տեսակ։ Հիմա անցնում եմ չոր բլաշին։ Չոր բլաշս լինելու է Hourglass-ի պալետկայի միջի բլաշերը։ Ես սիրում եմ այս բլաշերը խառնել։ Այս անգամ կօգտագործեմ S ու S երանգները։ Ուրիշ վրձինով եմ արդեն անում, վրձինս կրկին TG Mood-ից է 03 համարն է։ Այսպես անում եմ, մի քիչ թափահարում եմ իրան ու նույն տեղը, որտեղ որ տարածել եմ կրեմային բրոնզերը, բլաշը, այդ տեղերով տարածում եմ։ Այս Hourglass-ի պալետկան ինչի եմ սիրում, որ ինքը մեյքափին միանգամից տալիս է սենց հարուստ, սիրուն, չոր glow effect փայլ, շատ սիրուն է։ Եվ երեկոյան դիմահարդարման մեջ ես անպայման օգտագործում եմ highlighter։ Առօրյա դիմահարդարման մեջ չեմ սիրում highlighter օգտագործել, քանի որ հիմնականում բոլոր պրոդուկտներս glow effect-ով են, ինձ համար դա ավելորդ է դառնում, իսկ երեկոյան դիմահարդարման մեջ ես սիրում եմ լինել էքստրա փայլուն։ Դրա համար երկու highlighter եմ օգտագործելու, մի հատը հիմա կօգտագործեմ, մի հատն էլ վերջում կթարմացնեմ արդեն մեյքափս ավելի խոշոր փայլիկներով highlighter-ով։ Հիմա օգտագործելու եմ Dior-ի այս highlighter-ը, պալետկայի համարը 002։ Այս 20 տարի ունեմ այս պալետկան, լուրջ եմ ասում։ Օգտագործում եմ IS երանգը հիմա։ Այս վրձինը ինձ Ipsy-ն է ուղարկել, կոչվում է չգիտեմ ինչա կոչվում, երեխեք, ինչա գրած։ Մի խոսքով, ես սիրում եմ highlighter-ը սենց ուջուրիկ վրձնով տարածել։ Վերցնում եմ այս highlighter-ը ու նայում եմ ուղիղ, որ հատվածը, որ ամենաբարձրն է ու ամենաարտահայտիչը, այդտեղ էլ տարածում եմ highlighter-ը։ Առաջինը այդտեղ, իսկ հետո արդեն գնում եմ դեպի վերև։ Հիմն էլ այստեղ եմ կրկնում։ Մի քիչ անում եմ այս հատվածում, քթիս ծայրին չեմ անում highlighter, շուրթիս վերևը, դնչիս ու մի քիչ էլ ճակատի այս մեջտեղի հատվածում։ Ու խնդրում եմ նայեք ինչ սիրուն է։ Ես ոնքերս գելով հարդարեցի, հիմա սպասում եմ գերաչորանա։ Հիմա անցնում ենք աչքերի դիմահարդարմանը։ Իրականում ես շատ հեշտ աչքերի դիմահարդարման տարբերակ եմ ցույց տալու, բայց երբ որ ես ասում եմ շատ հեշտ, դա չի նշանակում, որ ինքը շքեղ եւ գեղեցիկ չի լինելու։ Իրականում ձեզ պետքա ընդամենը ձեր կոսմետիկայում ընդամենը պետքա մի տեների պալետկա։ Եթե դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, բայց պլանավորում եք ինչ-որ առիթների եւ այլն գնալուց ինչ-որ արտահայտիչ մեյքափ անել, եթե գույներով սիրում եք, մի հատ էլ տենց վառ գույներով պալետկա կարեք։ Ես ունեմ երկու պալետկա ընդամենը։ Ես շատ եմ սիրում մեյքափ, չէ, 3 պալետկա ունեմ ընդամենը, որից մեկը ամենաշատն եմ օգտագործում, դա Too Faced-ի Born This Way Sunset Strip, տենց է կոչվում այս պալետկան։ Ինքը ունի սենց բազային երանգներ, ունի սենց փայլիկներ, իրանով ամեն ձև դիմահարդարում համարյա թե կարելի է ստանալ։ Իհարկե չեմ խոսում ինչ-որ արտիստիկ դիմահարդարման մասին։ Մի խոսքով ուշադրություն դարձրեք անպայման այս պալետկային։ Գեղեցիկ աչքերի դիմահարդարման համար մեզ պետք է ընդամենը 2-ից 3 վրձին։ Ես աչքերի ռաստուշովկայի համար ունեմ այսպես վրձին, որը մի 20 տարի առաջ գողացել եմ մամայիցս։ Այս անգամ չգիտեմ ինչ բրենդ է, ինչ է, լրիվ մաքրված է վրայից, բայց նմանատիպ վրձին է մի խոսքով ձեզ պետք։ Ես վերցնում եմ այս պալետկայի IS երանգը, վրձինը սենց անում եմ իր մեջ, անպայման մի հատ թափ եմ տալիս եւ սկսում եմ տարածել ստվերաներկը չշարժվող կոպին։
այսինքն IS հատվածին։ Սկսում եմ ստեղից։ Եթե նմանատիպ երանգ չունեք, նաև կարող վերցնեք ձեր բրոնզերը։ Սկսում եմ այստեղից, այսինքն կլոր շարժումներով իրան բերում եմ դեպի այստեղ, ու հետո միանգամից այստեղ։ Հետո վերցնում եմ մի փոքր ավելի մուգ երանգ, IS երանգը։ Ու կրկին տարածում եմ չշարժվող կոպին էլի նույն հատվածում, բայց դեպի ավելի դուրս, որ աչքը ձգվի։ Այ այստեղ։ Մի քիչ այստեղ սենց անում եմ։ Ու տարածում եմ արդեն դեպի դուրս ու դեպի այս փոսի հատվածը։ Շատ մուգ այս դեպքում մի վերցրեք, որ նախորդ երանգի հետ իրանք սենց միաձուլվեն։ Հիմա ինչպես տեսնում եք, աչքերին ստեղծեցինք սենց սիրուն ստվեր։ Հետո վերցնում եմ ավելի նեղ վրձին, այս վրձին է, կամերայով ճիշտ է չի երևում, որ ավելի նեղ է, բայց ինքը սենց ավելի հավաք նեղ վրձին է։ Այս վրձինը ինձ ուղարկել է Ipsy-ին, էլի այն նույն բրենդից է, ինչով որ highlighter-ս տարածեցի, անկեղծ եմ ասում, չեմ կարողանում բրենդի անունը կարդամ։ Արդեն վերցնում եմ մի քիչ ավելի մուգ երանգ։ Իմ դեպքում ես ուզում եմ այս անգամ անեմ մի քիչ սենց բուրգունդի երանգների մեջ իմ դիմահարդարումը։ Վերցնում եմ IS երանգը, սա եւ սա միքսում եմ։ Ու մուգ երանգների հետ մի քիչ արդեն զգուշ ենք աշխատում։ Վերցնում եմ այս երանգը, մի հատ նախ սենց ձեռքից փորձում եմ, տեսնեմ, որ շատ մուգ չի եղել, ու արդեն այս երանգը տարածում եմ այստեղ։ Շարժվող կոպի ու չշարժվող կոպի մեջտեղում եմ դնում։ Իրան ուղղակի պետք է այսպես դնել։ Դնում ենք այստեղ ու իրան տարածում ենք դեպի այս փոսիկի հատվածը։ Ու դեպի դուրս։ Դեպի դուրսի նկատի ունեմ դեպի այսենց, որ աչքը ձգվի։ Եթե շատ մուգ է եղել, վերցնում եք ձեր նախորդ վրձինը ու այսենց իրան տարածում եք։ Եթե կարծում եք, որ այս վերջին ցույց տված քայլս կարող է ձեզ մոտ չստացվի, շատ հանգիստ կրեք այս քայլը բաց թողեք ու միանգամից անցնեք այս հաջորդ քայլին, որի մասին որ հիմա կխոսեմ։ Որ ես, ինչպես վիդեոյի սկզբում խոստացել էի, ցույց եմ տալու հեշտ դիմահարդարում, ստրելկաներ չենք անելու, բայց ստրելկայի էֆեկտ ստանալու ենք մատիտով, հիմա ցույց տամ թե ոնց։ Ես վերցնում եմ սև մատիտ, waterproof մատիտ, շատ կարևոր է, որ մատիտը լինի ջրակայուն, որ օրվա ընթացքում չլղոզվի։ Ինձ մոտ Rare Beauty-ի այս մատիտն է, համարը գրված չի, խոսքով սև մատիտ է։ Վերցնում եմ այս մատիտը, սկզբի համար այս թարթիչների գիծը ամբողջովին ընդգծում եմ սև մատիտով կամ դուք ինչ գույնի մատիտով որ ուզում եք անել։ Ինքը աչքին միանգամից սենց արտահայտիչ էֆեկտ է տալիս։ Ոչ թե աչքի այս waterline ենք գծում, այլ հենց թարթիչների գծի։ Պետք է աչքը մի քիչ այսպես անել։ Ու հեշտ տարածվում է այդ դեպքում։ Հիմա վերցնում ենք նույն մատիտը եւ մեզ պետք է գալու իվարկան հեսա ցույց տամ ինչ վրձին ընկավ։ Մենք նույն մատիտը եւ մեզ պետք է գալու այս երկու վրձիններից մեկը, որը որ ձեզ հարմար լինի, կամ այսպես թեք վրձին, կամ այսպես պուճուրիկ վրձին ռաստոշովկայի համար, այս պուճուրիկ վրձինը Manly Pro-ի 141 համարն է։ Ես այս անգամ երկուսն էլ օգտագործելու եմ։ Վերցնում եմ այս նույն մատիտը, Rare Beauty-ի մատիտը, աչքի այս հատվածում, որտեղ որ սովորաբար լինում է մեր ստրելկան, անում եմ սենց մի հատ գիծ։ Իրան ոչ հստակ ինչ-որ գծեր եմ տալիս, ոչ մի բան, ուղղակի այս մասը սենց մքացնում եմ։ Հետո վերցնում եմ այս թեք վրձինը ու իրան տարածում եմ դեպի վերև ու դեպի դուրս։ Ու ստանում ենք այսպես ձիգ ստրելկայի էֆեկտ, առանց
ստրելկայի ստրելկա։ Ու ես մի փոքր ուզում եմ այս հատվածներ մքացնեմ, դրա համար վերցնում եմ այս մուկ երանգը ու այս փուճուրիկ վրձինի օգնությամբ իրան ավելի արտահայտիչ եմ դարձնում ու սենց տարածում եմ։ Ստանում ենք սենց սմոքի ստրելկա։ Եվ ես շատ եմ սիրում աչքի ներսի հատվածը ընդգծել սև մատիտով, այս waterline-ի հատվածը նկատի ունեմ, անպայման սևով ընդգծում եմ աչքի միջից։ Իսկ հետո վերցնում եմ նույն այն փուճուրիկ վրձինը ու մի փոքր ու այս ու այս հատվածը միացնում եմ իրար։ Իսկ հիմա իմ ամենասիրելի մասը վերցնում ենք փայլուն ստվերաներկ։ Ես երևի թե կվերցնեմ այս կամ այս երանգը կամ մի րոպե, ես հեսա ասեմ ձեզ։ Ես ունեմ մի հատ ուրիշ պալետկա Նատաշա Դենոնայից, սա ինձ ուղարկել է կրկին Իպսին ու այստեղ ունեմ մի հատ շատ սիրուն փայլուն երանգ։ Այդ փայլուն երանգը մատով վերցնում եմ ու տարածում եմ շարժվող կոպին։ Ես սիրում եմ էքստրա լինել, դրա համար փայլիկները շատ եմ անում։ Մատով փայլիկները ամենալավն են նստում։ Պրոֆեսիոնալ դիմահարդարում դարձավ։ Հետո վերցնում եմ իմ տոնայինի տափակ վրձինը ու այսենց մաքրում եմ այս տակի հատվածը։ Եկել ձեզ մի հատ բան էի ուզում ասեի, շատ կարևոր է այս սև մատիտը միայն անել աչքի պոչիկի հատվածում, այս մասից չանել, որովհետև դիմահարդարումը այդ կերպ չանալու է եւ աչքերը ավելի փոքր են երևում դրա հաշվին։ Իսկ այս տեխնիկայի հաշվին իրենք ավելի սենց արտահայտիչ են երևում ու ավելի ձգված։ Հիմա արդեն անցնում եմ թարթիչների։ Թարթիչները սկզբից անելու եմ տուշ, Panorama տուշը L'Oreal-ի, իմիջիալից այս սև գույնը ինձ ավելի ադոր գալիս, քան մուգ շագանակագույնը, չնայած մուգ շագանակագույնը էլի թարթիչներին սև էր երևում, բայց այս սևը մի տեսակ ավելի արտահայտիչ է ու սենց շատ սիրուն է թարթիչները ընդգծում։ Ես նաև անելու եմ թարթիչներ, դնելու եմ թարթիչներ, բայց եղեք ես թարթիչներ չեմ կարողանում դնեմ։ Ինչ թարթիչներ դնելուց ես շատ անտաղանդ եմ, նամանավանդ ինքս ինձ, ուրիշին կարողանում եմ դնեմ թարթիչ, ինձ չեմ կարողանում դնեմ թարթիչ։ Բայց այս թարթիչները, որը Wildberries-ից եմ պատվիրել, այնքան հեշտ է իրանց դնելու, այնքան հեշտ է իրանց հետ աշխատելը։ Հիմա այս թարթիչներ դնելու հատվածում արդեն ձեզ ցույց կտամ։ Ես Wildberries-ից գտել եմ այսպես հրաշք, ինչպես տեսնում եք, մի քանի տեսակ թարթիչներ կան այստեղ։ Այս դիմահարդարման հետ ես ուզում եմ օգտագործեմ այս կամ այս թարթիչները, կամ այս մի քիչ թեքերը։ Սոս ինձ եմ անում։ Ինքը հետո չարանում է եւ թափանցիկ է դառնում։ Ես ճշտով էլի սենց չի մնում սպիտակ։ Մի քիչ չորացնում եմ։ Ու ուղղակի այսպես պինցետով դնում եմ իմ թարթիչի վրա։ Վերջ։ Տեսեք ինչքան հեշտ է։ Եթե հետագայում ուզեմ, մի հատ էլ կարամ ստեղ ավելացնեմ, բայց ինձ թվում է սենց էլ է սիրուն։ Ես բայց հետոքի մի հատ էլ այստեղ կավելացնեմ ավելի կարճը։ Ես ուզում եմ ավելացնեմ մի փոքր highlighter, բայց ավելի խոշոր արտահայտիչ փայլիկներով եւ օգտագործում եմ Dior-ի այս նոր պալետկայի highlighter-ը 002 համարն է։ Մենք խնդրում եմ նայեք ինքը ինչ սիրուն է։ Ես ուզում եմ օգտագործեմ այս մանուշակագույնը, որտեղ աչքերիս փայլիկներն էլ մանուշակագույն, ինձ թվում է իրար հետ շատ սիրուն կլինի։ Ինքը սենց մանուշակագույն, կապույտ երանգ է։ Սենց դիեզերքից երևալու է այս փայլը։ Ու հիմա անցնում եմ շուրթերիս դիմահարդարմանը։ Եղեք ու մոռացա ասեմ, որ դիմահարդարումից առաջ նաև անպայման պետք է խոնավեցնել շուրթերը։ Պես կոնտուր օգտագործելու եմ իմ ամենասիրելի Kiko-ի 36-ը, ինչպես ասում եք իր չափից։ Ես ամբողջ ամառ միայն այս մատիտն եմ օգտագործել։ Շուրթներ կմնա, ես սիրում եմ շուրթերը սկսելուց առաջ մի հատ իմ beauty blender-ով այսպես անցնել շուրթերիս վրայով։
Հետո վերցնում եմ Marvel brand-ի 319 երանգի մատիտը, սա ևս ունի սառը, մի քիչ sense մանուշակագույն երանգ։ Ու այս մասերս գցնում եմ այս մատիտով։ Իսկ մեջտեղի հատվածում վերցնում եմ Sephora Collection-ի Lip Blush-ը, երանգը 12։ Այս շատ լավն է։ Շատ չնչին այստեղ անում եմ։ Եվ վրձինով տարածում եմ։ Հետո նորից վերցնում եմ իմ Beauty Blender-ը։ Մի հատ հենց վրայով անցնում եմ։ Ու հետո վերցնում եմ իմ Powder Puff-ը ու մի հատ եմ վրայով անցնում։ Եվ այս եղանակով ձեր շրթներկը օրվա ընթացքում տեղից չի շարժվի ու ինչպես տեսնում եք երանգը մի տեսակ sense ավելի սիրունացավ։ Ես վերջերս ձեռք եմ բերել Chic-ից մեյքափը ֆիքսող սպրեյ։ Եվ սա լավ առիթ է, որպեսզի միասին փորձարկենք սպրեյը։ Սպրեյը ունի այս տեսքը ներսից։ Չթափվել է մի քիչ։ Ոչինչ լավ։ Կարծում եմ չի փչացնի մեյքափս։ Ու ֆիքսում ենք։ Մի րոպե մի հատ օդ կրակեմ նոր։ Շատ ուժեղ հոտ ունի, բայց անուշ հոտ է շատ։ Ինձ թվում է ինքը sense թաց էֆեկտ ունի, որը ինձ շատ դուր եկավ։ Ու վերջ ստանում ենք այս sense պրոֆեսիոնալ, գեղեցիկ դիմահարդարում։ Ես որոշեցի մազերս արձակեմ եւ ավերացնեմ ականջողեր։ Աչքերից դիմահարդարումը մի հատ ուզում եմ sense մոտիկից ցույց տամ։ Բոլոր օգտագործված պրոդուկտները կնշան նկարագրության հատվածում։ Խնդրում եմ չմոռանաք հետևել իմ ալիքին, որպեսզի մենք արդեն դառնանք 1000 հետևորդ։ Բոլորին շատ շնորհակալ եմ, ովքեր որ որոշել են հետևել իմ ալիքին եւ իմ վիդեոները դիտում են։ Հուսով եմ վիդեոն օգտակար էր։ Չմոռանաք նաեւ հետևել իմ Instagram-յան էջին։ Այսքանը։ Bye։